Որ այդ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ևս այդ հարցը հարցադրումների ձևով եւ պատասխանների ձևով դրել է եւ դուք հանդիպել եք ծնողների հետ ինչ է ասում չեմ դրա մասին պարզաբանում տրվել է արդեն եւ կտրել որ ծնողները ևս հակողություն չի լինում դա այսինքն շաբաթը մեկնող Անդուբան Սաքսյան ձեր թիմակից Սաքսյանն ասում որ շաբաթ եւ զորավոր եկել են Զորակոչ Չեմ եղություն նայում Բան Սարգսյան անպատասխան մնաց իմ հարցը ինչու են զինվորները շաբաթը մեկ լողանում ինչպես քպական Հայկ Սարգսյանն է ասում Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնը չեմ զբաղվում ես չգիտեմ ասма դու կարող եք օրինակ լողանալու շաբաթը մեկ նախարարությունում համակարգման որոշումներ կան ես տեղյակ չեմ որ զինվորը Բայց դուք բացառում եք որ նման խնդիր կա Հարգարժան պարոն Կիրակոսը ես Պարզապես նորից Տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը ես կարծում եմ որ չլողացած զինվոր մենք չունենք, եթե մեր զինվորներին ասում եք որոնք ես չեմ համակարգում, դրանք զինվորական կարգապահության, նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են, բայց որևէ խնդիր այդ հարցով մինչև հիմա չի եղել, Պարսարցյան հաշվի առնելով Ռուսաստանի փոքր սպառնալիքները հրապարակումը որ ասում են նվազման մասին խոսելը կամ այլ բանի մասին խոսելը, ես կարծեմ թվեր չհնչեցվեց, հնչեցվեց տոկոսային թվեր, ես կարծում եմ, որ թվեր։ Ռուսաստանի փոքր սպառնալիքների ֆոնին, արդյոք Հայաստանը քննարկում է հապկից վերջնականապես դուրս գալու քայլը։ Կարծում եմ, այդ հարցի որպես նախկին ոստիկանապետ, ձեզ համար ընդունելի է 10-ամյա երիտասարդին եկին կապավելով, գցելով որ նրան Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց մի բան իրականում չեմ տեսել, չէ, բայց մի բան ասեմ, որ ես չգիտեմ ինչքանով է իրավաչափ գործողությունները, բայց ոստիկանության ծառայողները տեղյակ չեմ։ Ես մի բան գիտեմ, որ ոստիկանությունը նաև ֆիզիկական ուժ գործադրելու օրենքով իրավունք ունի։ Մարտինիսի զորամասում կներեք, բայց հələ չեմ տվել հարցը։ Նարեկ ջան, ես հասկանում եմ չեք տվել, ես այս հարցի մասին եմ ասում, մանրամասներին տեղյակ։ Մարտինիսի զորամասում մի քանի աղմուկները շրջանառեք իր ոլորտից հարցնենք։ Բնն իր ոլորտը ոչ թե ոստիկանությունը։ Մարտինիսի զորամասում մի քանի աղմկահարույց դեպքեր եղան, մահվան դեպքեր եղան մի քանի հատ նույն զորամասում։ Սա ինչով է պայմանավորված, ինչու պատշաճ ուշադրություն, հետևողականություն չի ցուցաբերվում պարոն Սարգսյան։ Նարեկ ջան, պատշաճ հետևողականություն ցուցաբերվում է եւ նաեւ մեր վիճակագրությունն է խոսում դրա մասին։ Երեխեք թողեք ավարտել։ Խնդրում եմ շարունակեք հարցը պատասխանել ասելը ուռճացված է, որովհետեւ 25 թվականին անգամ սպանություն չի եղել։ 26 թվականին արդեն Եվ ներ սպանություններ, թե ինքնասպանություն դրա համար եմ ասում։ Որակումները այլ են, որովհետև մահվան դեպքը նաև զոհեր է ներկայացվում, բայց պարզվում է, որ մարդը մահացել է իր առողջության խնդիրների բերումով եւ այդպես Այս շարունակ։ վարժական հավաքներից մեկի ժամանակ վերջերս ունեցանք մեկ զոհ եւ մեկ վիրավոր։ Այդ ոնց հաստատվում։ Ես ուզում եմ տեղյակ պահել, որ յուրաքանչյուր դեպքը քննության առարկա է դառնում թե նախաքննական մարմնի կողմից եւ թե դրա հանգամանքները բարձրացնելու ուղղությամբ կատարվում է ծառայողական քննություն։
Եվ հետևաբար այդ ծառայական քննության արդյունքները նախաքննական մարմնի հրապարակվում են ու բոլորի համար դառնում են Ծառայական քննություն լինի, բայց թիվը չի նվազում մահերի։ Ձեզով է ասում չի Դե մենք նվազում։ տեսնում ենք, որ տարբերավոր լինում։ Դուք ուրեմն խնդրեմ տեսնեք նաև Անտեսանելի։ հարցում կատարեք, մենք ձեզ թվային տվյալներ տանք, որ տեսնեք դուք ինքներդ, որ մենք նախորդ տարի ունեցել ենք ընդամենը 30 մահվան դեպք, ես միգուցե 1-2-ով դեսպես շեղում լինի, բայց կարծում եմ ճշգրիտ է, որից ընդամենը 6-ն էր ծառայության բերումով, մյուսները մեր զինծառայողներ իրենց բնակարաններում, իրենց չգիտեմ, Պարոն Սարգսյան կներեք, բայց այդ Վարդենի ասած դեպքով մի դեպքով հրամանատարն է կարծեմ կալանավը, մյուսով ծառայակիցը, այսինքն ներանձնային այդ խնդիրների հարցը չի լուծվում։ դե եթե քչանում են դեպքերը, նշանակում է լուծվում են կամ առնվազն լուծման ճանապարհին են։ Եվ պետք է տեսնել նաև դրականը, որովհետև եթե մենք ունենք դեպքերի նվազում, դա խոսում է կատարված աշխատանքների, որ եթե արկայի նույնիսկ մեկ դեպք, ապա այդ մեկ դեպքը նույնպես մտահոգիչ է։ Պարոն Սարգսյան, դուք երգում եք, որ գրաված տարածքներում ադրբեջանցիները հաստատվում են ենթակառուցվածքներ են կառուցում։ Իհարկե, խնդրում եմ այդ առումով եւս Ադրբեջանցիները ենթակառուցվածքներ չեն կառուցել այնտեղ, Պաշտպանության նախարարության լսեք ինձ։ Իմ հարցը ախր չեք լսում։ Ձեր հարցը ես լսել եմ քաղաքական ուժերի կողմից, հետո նաև լսել եմ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի պրոֆեսիոնալ պարզաբանումը։ Խնդրում եմ դա հիմք ընդունեք։ Այդ վիդեոները են հրապարակվում։ Քարտեզ բոլորս էլ ունենք, իմ երեխաներն էլ, ձեր հարևաններն էլ, բոլորը քարտեզ կարող են։ Բայց նույնիսկ այդ ԽՍՀՄ քարտեզները, պարոն Սարգսյան, որ ՊՆՆ-ը հիմք ընդունում այդտեղ